Մարտի 8-ը Հայաստանում վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ծաղիկներ նվիրելու շրջանակից, վերածվելով կանանց հանրային ու քաղաքական դերի մասին լուրջ խոսակցության։ Կանանց միջազգային տոնը Հայաստանում շարունակում է մնալ որպես կնոջ իրավունքների հզորացման և պետական տեսլականի համադրման կարևորագույն հանգրվան։ Այսօր տոնական շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում են կանանց ձեռքբերումները պետական կառավարման ամենաբարձր օղակներում, որտեղ նրանք ստանձնել են նախկինում ոչ կանացի համարվող պատասխանատվություն։ Այս միտումների ու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին է իր տոնական ուղերձում խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով վերջին տարիների փոփոխություններին, վարչապետը նկատել է, որ այսօր կանայք ներգրավված են քաղաքական ու տնտեսական կյանքում, նախկինում չտեսնված ծավալով։ Նա հատկապես առանձնացրել է ուժային և իրավական կառույցները, որոնք հենց կանայք են ղեկավարում։ Մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պետության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում բարձրաձայնել է ժողովրդագրական խնդրի մասին, որքան շատ է հանրային քաղաքական տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։ Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն 3 երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային տնտեսական կյանքից։ Որպես լուծում նա մատնանշել է մանկապարտեզների ու մսուրային ծառայությունների ընդլայնման ծրագրերը։